Ողջույն հարգելի հայրենակիցներ, նախ թույլ տվեք շնորհավորենք բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ, հուսանք, որ մյուս տարի կդիմավորենք մեր գեղեցիկ Երևանը իր ծննդյան տոնը իրական խաղաղության պայմաններում և իսկական հայկականության միջավայրում։ Այսօր հայ ժողովուրդը հայտնվել է բախտորոշիչ պատմական խաչմերուկում և մեր հետագա ընտրություններն են կանխորոշելու յուրաքանչյուրիս ապագան։ Այսօր հետապնդվում է հայ առաքելյաց Սուրբ եկեղեցին, 1724 տարի գոյատևած հոգևոր կառույցը։ Եկեղեցու բացառիկ կարգավիճակն ամրագրել է մեր սահմանադրությունը, որի առաքելությունը հայ ժողովրդի ինքնության պահպանումն է։ Հետևաբար, հարձակումների թիրախը եկեղեցին չէ, թիրախը հայի ինքնությունն է։ Այսօր ապօրինաբար ազատազրկված է հայ մեծանուն բարերարը, ազատազրկված է մեր հայերիս ինքնությունը պաշտպանելու համար։ Հանգրվանել ենք մի իրողության, երբ քաղաքացուն Հայաստանի Հանրապետության քվեի դիմաց խոստացան երաշխավորել Արցախի անվտանգությունը, խոստացան ապահովել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը Մինսկի խմբի հովանու ներքո։ Արդյունքում այսօր կորցրել ենք Արցախը, Մինսկի խումբը լուծարում են։ Բոլորին խոստացան սոցիալական ապահովություն, արդյունքում մարդիկ ճկվում են սոցիալ-տնտեսական բեռից։ Ու այս ամենը լոկ խոստումներ չէին, այս ամենը այս պահին էլ գործող կառավարության ծրագրում ամրագրված պարտականություններ էին, պարտականություններ, որոնք չեն կատարվում։ Հիմա էլի են կորզում քաղաքացու քվեն, կորզում են համոզելով, սպառնալով, շանտաժով, մուրալով, ասում են բերում ենք խաղաղություն, մինչդեռ այս պահին բաքվում են մեր գերիները, իսկ խաղաղասեր հարևանն էլ մեզ հայերիս տնային առաջադրանքներ է տալիս կատարելու։ Ասում են, իրենց իրական Հայաստանի գեղագիտության կարևորագույն խնդիրը մեր օրհներգի հանրային կատարման ամոթն է, բայց մենք ի սկզբանե ենք իրական Հայաստանում, իսկ օրհներգը լսելիս մենք հուզվում և փշաքաղվում ենք։ Այսօր իշխող ուժը խախտել է իր քաղաքացիական պայմանագիրը։ Մեզ փորձում են համոզել, որ մեզնից այլևս ոչինչ կախված չէ, որ մենք անզոր ենք ու խոցելի ու ամեն ինչ արդեն կանխորոշված է։ Բայց ես հաստ չեմ հուսալքության հետ։ Վերականգնելու ենք իրավունքի գերակայությունը, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր մարդ իրեն զգա ազատ ու պաշտպանված, ազատորեն արտահայտի իր կարծիքը, քաղաքական դիրքորոշումը, իսկ այս ամենը փոխհարգալից ու ներդաշնակ միջավայրում։ Եվ այս ամենի գրավականը ազատ արդար թափանցիկ ընտրություններն են, և դա փաստեցին Գյումրին ու Փարաքարը։ 2021 թվականին մոտ 3 տասնյակ գաղափարակից ընկերներով դիտորդական առաքելություն էինք իրականացնում ընտրություններին, և հազարավոր ընտրատեղամասերի պայմաններում չէինք կարողանում կանխարգելել և վերահսկել ընտրախախտումները։ Իրավիճակն այլ էր Գյումրիում, ավելի մեծաքանակ հայրենակիցներով կարողացանք պահել մեր տեղամասերը, մեր դիրքերը, և անգամ ողջ համապետական ռեսուրսի կենտրոնացման պայմաններում իշխանությունը պարտվեց։ Հավատալով արժեքներիս և մեր հանրության հավաքական կամքին գործով ապացուցեցինք, որ երբ կա գիտելիք և արդար նպատակ, հաջողությունը ապահովված է։ Հետևաբար վերադարձնելու ենք հավատը մարդուն, իր սեփական ուժ,
վերականգնելու ենք այն սահմանադրական ճշմարտությունը, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, եւ քաղաքական ուժերը, պաշտոնատար անձինք ժամանակավոր են ընտրվում ծառայելու ժողովրդին։ Բոլորը վաղուց խոսում են, գործելու ժամանակն է։ Ես բացառում եմ անտարբերությունը, բացառում եմ հարմարվողականությունը, փրկության սպասելը եւ փրկիչ փնտրելը։ Մենք ենք մեր փրկիչները։ Պետք է սկսենք գործել յուրաքանչյուրս մեր ձևով։ Շնորհակալություն։